The community. Հաճկի ծնունդը ամեն մանրամասներով եմ հիշում, երբ ծնվեց անգամ ծննդատան աշխատողները նկատեցին, որ իր փոքրության մեջ շատ գեղեցիկ էր ինքը ու նման չէր նորածնի։ Ավելին ասեմ, ես աղջիկ էի սպասում, քանի որ իմ երրորդ երեխան էր եւ տան փոքրն էր եւ 8 տարի ընդմիջում կար մեծ եղբոր եւ իր միջև։ Իսկ ինչպիսի երեխա էր ինքը։ Հանգիստ, հանդարտ, նուրբ։ Ես չեմ էլ զգացել, թե ինքը ոնց է մեծացել։ Ոչ մի բարդույթ չի ունեցել երբևէ, ոչ մի հիվանդություն։ Մանկությունը անհոգ է անցել։ Տարիներ հետո Խաչկին տեսել եք այն ժամանակ, երբ դուք ինքներդ եք եկել Միացյալ Նահանգներ, ճիշտ է։ Երբ արդեն տասնամյակից ավել ժամանակահատված էր անցել, երբ տեսաք Խաչիկին, ինչպիսին էր նա ձեր աչքերում, որովհետև նա պատանի գնացել էր, իսկ դուք եկաք եւ հանդիպեցիք արդեն հասուն տղամարդու, ինչպիսին էր նա։ Շատ տարբեր էր իհարկե։ Նիհարակազմ էր, երբ ճանապարհեցի իրեն, երիտասարդ, ենք այլ ասել, դեռ նոր ձևավորված երիտասարդ ու հիմա ինձ դիմավորեց արդեն ջերմակ մազեր կային, շատ էր փոխվել ինքը, շատ։ Արդեն դիմավորեց ինձ հասուն մի երիտասարդ, որ կյանքի ճանապարհ էր անցել արդեն, շատ դժվարությունների միջով էր անցել, որոնց մասին ես ոչինչ չգիտեի, ինքը սիրում էր իր դժվարությունները մենակով հաղթահարել, անցնել այդ ճանապարհը ու երբեք իր խնդիրները չփաթաթել որևէ մեկի վզին, որ ես մտքերի մեջ ընկնեի կամ մտածեի իր մասին։ Հետագայում երբ իմանում էի, որ ինքը շատ դժվար ճանապարհ է անցել կամ շատ դժվար օրեր է ունեցել, երբ հարց էի տալիս, ասում էի, բա այսպես, բա այնպես, ինչու ինձ չէիր ասում, հա։ Ասում էր, մամ, ամեն ինչի ոպի տղամարդը, ասենք, ասի ծնողներին, հա։ Դե անցավ, ժամանակ էր անցավ, բա տղամարդը պիտի կարողանա այդ ամեն ինչի միջով անցնի։ Ըստ էության Խաչկին դուր էր գալիս ամերիկյան ազատությունը, զգացմունքները այսպես անկաշկանդ արտահայտելու ձևը ու ինքը չէր ամաչում իր զգացմունքները բարձրաձայն արտահայտելուց, որ ինքը սիրում է իր կնոջը, հիացած է նրանով ու ես միշտ ասում էի, երբ որ արդեն Ամերիկայում էի, ասում էի Խաչ ջան, հանկարծ եթե կուզենաս դու քո զգացմունքներն ավելի sense արտահայտես տեսանելի ձևով, հա, երբեք չամաչես, որտեվ ես ինքս դա չեմ տեսել։ Հա, ու ես ինձ դուր էր գալիս, որ ինքը հաճախ էր ողջագուրվում կնոջը, համբուրում էր ամեն անգամ, ամեն առիթով, արտահայտում էր իր սերը, քաղցր խոսքերով, մի խոսքով, ու դրանք շռայլություն չէին, բարերի շռայլություն չէր, ես զգում էի, որ ինքը սիրում էր։ Ու մի անգամ այսպեսի մի խոսակցություն եղավ, երբ հիվանդացավ Խաչոս, ասացի Խաչ ջան, երանի չգայր Ամերիկա։ Երևի թե ամերիկյան այս վազքը, այս ստրեսը, այս ամեն ինչը բերեց նրան, որ քեզ մոտ այս հիվանդությունը առաջացավ, հա։ Երանի չգայր, ասաց, մամ, ինչ ես ասում, ասեց։ Ասեց, որ ես չգայի Ամերիկա, ես որտեղից կհանդիպեի Անիին։ Ես լավ հասկանում էի, որ ինչ հիվանդության հետ մենք գործ ունենք, հա։ Բայց նաև հուսադրում էի, ասում էի, Խաչ ջան, ոչինչ, շատերն են մի երիկամով ապրում, հա։ Իմ երիկամները առողջ են, եթե պետք լինի, ես իմ երիկամներից մեկը անպայման քեզ կտամ, հա, դրա մասին դու չմտածես, հա։ Հա, մամ, ամեն ինչ լավ է լինելու։
Մինչև վերջել ինքը ոչ մի անգամ չի խոսել, որ գիտեր հիվանդության բարդության մասին, որ դա ծանր հիվանդություն է, ինքը կարդում էր, գիտակից էր, հասկանում էր ամեն ինչ, բայց միշտ մտածում էր, որ բոլոր դժվար պահերին էլ կարելի է ելք գտնել, ու ինքը բացի այն, որ հիվանդանոցներում լուրջ բուժումներ էր ստանում, ինքը այլընտրանքային բուժման ձևեր էր փնտրում։ Ամեն օր պատվիրում էր այս թուրմը, այս յուղը, այս դեղամիջոցը, մի խոսքով այն ամենը ինչ կողքից կարող էր օգուտ բերել իրեն էլի։ Կա մի բան, որ չեք հասցրել իրեն ասեք։ Ես չեմ կշտացել իրենից։ Ես շատ կկարոտեմ իրեն։ Դա էլ գիտեք ինչու չեմ ասել, որտեղ եթե ասեի ինքը կմտածեր, որ ես լրիվ կոտրված եմ եւ մտածում եմ, որ ինքը չի լինելու։ Երբեք այդ մասին չեմ խոսել։ Միշտ հուսադրել եմ, որ ու ինքն էլ էր այդպես մտածում, ասում էր, սա էլ տղամարդու համար է, գիտես, այնքան մարդկանց հետ եմ խոսել, որ քաղցկեղի հիվանդության միջով են անցնում, որ իսկ քիմիոթերապիաները, դեղորայքները կարող են նման վիճակներ ստեղծել եւ հոգեկան առումով եւ ցավերի առումով, բայց պիտի դիմանամ։ Սա էլ հերթական փուլերից մեկն է, մամ ջան, պիտի հաղթահարեմ։ Իսկ ասեի, որ քեզ շատ եմ սիրում։ Ինքը իմ ամեն ինչն էր։ Ես աշխատում էի ակնոցի խանութում, բժշկական կենտրոներ, աչքի բժշկի, այնտեղ էի աշխատում եւ Խաչոն իր ընկերոջ հետ եկել էր, ընկերը մեր բժշկի հիվանդներից էր։ Առաջին անգամ այնտեղ հանդիպեցի։ Առաջին հայացքից հավանել ես Խաչիկին։ Անկեղծ ասած, Թե չես էլ նկատել իրան։ Այսինքն չեմ մտածել այդ մասին, բայց շատ լավ հիշում եմ առաջին տպավորությունս ու առաջին բառը, որ եկավ իմ մտքում իրան հանդիպելուց, եւ որ հաճախ գալիս էր իմ մտքում իր հետ արդեն ապրելուց, տարբերվող։ Ինչով էր տարբերվում։ Ամեն հարցով։ Շատ հումորով էր, չէր, էներգիայով լի։ Եթե ինքը ամբողջ օրը տանը չլիներ, տանը լռություն էր, բայց այդ պահից, որ ինքը դուռը բացում էր, ներս էր մտնում, ամբողջ տունը ոնց որ լցվեր իր էներգիայով։ Շատ բռնկվող էր, բայց ջղային չէր, շատ թույլ սիրտ ուներ։ Նամանավանդ մեր աղջիկը հարցում շատ երես տվող էր, որ կաղապահի տակ խիստ լիներ ջղայնանար, բայց ամբողջ օրը այդ միտքը իրան տանջեր, անհանգստացներ։ Ես երբ որ ջղայնանում էի, հետո ինձ առանձին նկատողություն էր անում։ Ասում էր խիստ ես։ Դժվարություններ իհարկե եղել են եւ բոլոր ընտանիքներում էլ եւ թե չկա տենց ընտանիք, որ չլինի, բայց մի բան, որ ես միշտ կապ չունի ինչ տեսակի սիտուացիա, ինչ տեսակի դժվարություններ, ես ներքուստ գիտեի, որ ինքը կլուծի այդ հարցը, կանցնենք այս դժվարությունը։ Ճիշտն ասած, ցավոք սրտի լուրը լսելու պահին, հենց այդ պահին մոտը չեմ եղել ես։ Ու ինքը ինձ գրեց, այս ինչ են ասում։ Ոնց որ չէր հավատում իր մոտ այդ մտավախությունը, որ գալ, որ իր մասին չի խոսքը,
միգուցե շփոթվում են, սկզբում չեր ընդունում։ Եվ ես նույնպես ուղղակի չենք կարողանում հավատալ։ Այդ պահին նույնիսկ մեզ շտապեցնում էին, որ չես կարող հիվանդանոցից դուրս գալ, որտեղ լուրջ է վիճակդ եւ վիրահատություն է քեզ, պետք շտապ։ Բայց չհամաձայնվեցինք, որտեղ ոնց որ ոչ ես, ոչ ինքը չեն կարողանում ընդունել ու երկրորդ, երրորդ կարծիք ենք ուզում լսել։ Մի ուրիշ բժշկի մոտ ենք ուզում գնալ, մի ուրիշ հիվանդանոց, մի հատ նորից ստուգեն։ Միգուցե կար վախ եւ իր մեջ եւ իմ մեջ, բայց ավելի շատ անակնկալի եկանք ու չենք ուղղակի կարող ընդունել։ Հետո մինչև արդեն երկրորդ, երրորդ հիվանդանոց բժիշկ ու Որն էր այն պահը, որ ինքը արդեն հանձնվեց, որ հասկացավ էլ չի ստացվում իր մոտ պայքարել։ չի եղել իր մոտ հանձնվել։ Մինչև վերջ պայքարել, ինքը միշտ այդպես պայքարող տեսակ եղել, թե ինչ որ պահեր եղել, սա ինչ եմ հարցում, որովհետև նա 18 տարեկանում է եկել Միացյալ Նահանգներ ու 18-ից սկսած տղամարդը սկսում է արդեն ձևավորել որպես տղամարդ։ Այդ ճանապարհը իր հետ անցել ես դու ես տեսել այդ տրանսֆորմացիան, երբ ինքը պատանուց վերածվում է տղամարդու։ Ինքը միշտ պայքարող տեսակ եղել ամեն ինչում։ Եղել է այդպես մի պահ, որ ինչ որ բանի համար ինքը հանձնվի։ Չեմ հիշում։ Մտքի մի բան որ դնում էր, անում էր։ Ու այո, ամեն հարցում պայքարող եղել։ Խոչընդոտներ շատ են եղել, դժվարություններ շատ են եղել, բայց չի ընկճվել, չի մտածել հանձնվելու մասին։ Միշտ ավելի հեռուն է նայել։ Ինձ էլ միշտ ասում էր մի քիչ հեռուն է երկար նայի, այդ դեպքում խնդրեմը, խնդիրը ավելի փոքր կդառնա։ Անի, կա մի բան, որ իրան չես հասցրել ասես։ Ամեն ինչ հասցրել ես։ Կարծում եմ այդ կողմից կեղճ հանգիստը, որտեղ ինքը ինձ սովորեցրեց արտահայտվել։ Ես շատ փակ մարդ եմ եղել, արտահայտվող չեմ եղել նամանավան զգացմունքներիս հարցում։ Բայց Խաչանից սովորեցրեց։ Եթե իմանայի, որ հիմա ինքը քեզ լսում է, ինչ կասեիր իրան։ Կարոտում եմ շուտ։ Ամենտեղ փնտրում եմ իրան։ Հիշում եք այն օրը, որ Խաչիկը առաջին անգամ եկավ ձեզ հետ ծանոթանալու։ Այո, շատ լավ հիշում։ Եվ 2009 թվականին էր, հա, ու իր հետ գնացինք բալկոն ծխելու, ասել լսի տղա ջան։ Չեմ կարծում։ Ուղղակի իրան չճանաչելով, առաջին բանը որ իրան ասացի աղջկաս մազը, գլխից մազ չպակասի հանկարծ։ Ասես խոսք եմ տալի, ասել եք տեսնենք ապրենք, ու սկսենք իրար շփվելը, շատ նորմալ հայկական ընտանիքի
նորմատիվներով Ընկերություն անում եք իր հետ։ շատ իր հետ մենք չենք եղել աներփեսա, եղել ենք ընկերներ։ Նախ եւ առաջ իր անձնականը ինքը շատ ուրախ էր, շատ պոզիտիվ էր, ոչ մի հարցում ինքը չէր նեղվում, ծանր չէր տանում։ Դա ինձ արդեն բավար էր, որ ինքը սիրում է իր ընտանիքին, ինքը հետևողական է իր ընտանիքի հանդեպ։ Դա մենք էլ որպես ծնող, ասենք, կնոջս հետ ամեն ձևի իրանց կողքին էին գնում, իրանց օգնում էինք, հասնում էինք, որովհետև իր ծնողները այդտեղ չեն եղել։ Ինքը մեր տան երեխան էր, ասենց ասեմ։ Մինչև վերջի անգամ հիվանդանոց գնալուց, մինչև վերջի հիվանդանոց գնալուց առաջ միշտ փազեցիվ ա եղել։ Գնալուց էլ էր փազեցի, ուղղակի էլ արդեն ցավերին չէր դիմանում, բայց վախենում էր գնար։ Ասում էր, որ գնամ ինձ վերջը կրնել, այդպես ասած։ Ոնց վերջի անգամ ստիպողակ ինքը իրան ստիպեց, որ արդեն պետք է գնա, որտեվ ահավոր ցավերի մեջ էր։ Ինքն էր մեզ հույս տալիս, փոխարեն մենք իրան տայինք։ Իհարկե մենք էլ էինք տալիս, բայց ինքը իրան շատ էր հույս տալիս։ Ինքը շատ էր սիրում կյանքը։ Ասում էր, իմ հետ ոչ մի բան չի կարա լինի։ Ես պայքարելու եմ մինչև վերջ, ինչ գնով ուզում ալինի։ Եթե իմանայիք, որ ինքը հիմա ձեզ լսում է, ինչ կասեիք իրան։ Դժվարանում եմ ասել, ինչ կասեի։ Դե ասեի, ասում Աստված իր հետ, ինքը մի լավ տեղ է, ինքը պետք է նայի մեզ այնքան պետք է լավ պահեն, որ ինքը վերևից տեսնելով ինքը ուրախ զգա։ Մի քանի տարի հետո, երբ Միքայելը մեծանա ու հարցնում տղա լինի, երբ ձեզ հարցնի իր հոր մասին, ինչ եք պատմելու Խաչիկից նրան։ Ինչ որ կարեն էլ պատմելու ենք։ Որ ինչպիսին է եղել իր պապան։ Շատ բարի անձնավորություն, շատ ընկերասեր, շատ մարդասեր, հոգատար, մեր հայկական լեզվով ասած թասիբով։ Ձեի անձնավորությունն է եղենք, իմ կարծիքով իր երեխեքը իր շարունակությունն են ելնելու, իր տիպարն են ելնելու։ Մեր ծանոթությունը մի հատ ընկեր ունեինք, իրանց տանն էր։ Խաչիկը կարծեմ, եթե չեմ սխալվում, նոր էր եկել Ամերիկա, Լոս Անջելես, Ամերիկա չեմ ուզում ասեմ, նոր ինքը որտեվ մի քանի ամիս Նյու Յորք էր ապրել, դա տեղափոխվել էր Գլենդել էր եկել այդ ժամանակ, հենց ինքը տուն չէր վեկալ, բան չէր արել, ինքը հենց ապրում էր այդ ընկերոջս հետ։ Երբ որ ծանոթացաք, հեչ մտքով տանցնում էր, որ այդքան երկար է տևելու ձեր ընկերությունը։ Ընդհանրապես երբ որ ես ընկեր եմ ձեռք բերում, աշխատում եմ այդ ընկերոջը չկորցնել։ Ոչ մի ձև։ Կհասկանանք իրար, կկռվենք, չենք հասկանա, ինչ անենք, չանենք, մենք ես իմ բնության մեջ է տենց։ Ես չեմ կորցնում, ես չեմ թողում։ Երևի այդ ժամանակ չեմ կարծում հասկացանք, որ պիտի շարունակենք այսքան տարի, չէ, ուղղակի չեմ կարծում։ Բացի կյանքի ընկերներ, դուք նաև գործընկերներ եք եղել։ Մի տարածքում իրար հետ աշխատել եք։ Առաջին անգամ նրան, որ նկարահանման հրապարակում տեսա, ինչպիսին էր զգացողություններդ։ Մտածում էիր, որ այդքան հեռու կգնա ինքը, այդ մեծ հաջողություններին կհասնի։ Մինչև նկարահանման հրապարակ հայտնվելը, մենք իրար հետ արդեն մոտավորապես 5 տարվա ընկերներ ենք եղել։ Մենք իրար հետ ապրել ենք ժամանակը։ Բայց երբեք չենք մտածել, որ հա ինքը կարող դառնար Խաչատուր Հոնանյան որպես սիրված դերասան։ Մենք նույն Խաչիկներ,
ասենք իմ համար ինքը նույն խաչիկներ, ինքը կարող է հա ունենալ մեծ բանակ, ասենք հետևողների, հա, բայց երբեք չի մտածի, որ կարարը տենց այդքանի։ Նույնն էր, որտեվ ինքը թե նկարահանման հրապարակում, թե դրսում որպես ընկեր, որպես մարդ, ինքը նույնն էր։ Նկարահանման ժամանակ հիմնականում մեղավորների ժամանակ ինքը գիշերները գնում էր տաքսի էր քշում։ Առավոտները գալիս էր գործի, նկարահանման հրապարակ, հա։ Երբ որ եղել է ժամանակ եղել է, որ ինքը ուշացել է։ Ընկել ենք խաչիկ ենք մանեկել, խաչիկն ուլա չկա։ Բայց քանի որ ես իմանալով այդ ամեն ինչը գիտեի ոնց իրան գտնեի, ոնց կարողանայի բերեի հրապարակ։ Ու երբ որ ինքը հայտնվում էր նկարահանման հրապարակում, ինչքան էլ ուշացած լիներ, ինչքան էլ ասենք դերասանները սպասելուց լինեն իրան, ու ասենք ներվ մտներ, ասենք հրապարակում, բան, հենց գալիս էր, բոլորը մոռանում են դրա մասին, որ ինքը ուշացել է։ Ցավոտ թեմա է։ Այս պահին, որովհետև երևի առաջին մարդկանցից մեկն է եղել, երբ որ ինքը ինձ ասել է։ Բայց էլի ինքը ինչը որ ասեց, ես ինչա պրոստը հիվանդությունա կանցնի կգնա։ Երբ որ եղավ օպերացիան հեռացրեցին Պոշկին, այդ ժամանակ ասենք էլ ինքը չէր մտածում, լավ, հանին անցավ գնաց։ Ոչի բան չի լինելու։ Մի երկու հատ քիմիական անցնի կեթա, կդզվեմ, մտածելու բան չունեմ։ Խոսացել ենք, շատ ենք խոսացել սրա մասին, ես փորձել եմ իրան, իմ ու խաչկի հարաբերությունը հետևյալն է, մենք երբեք չենք թողում, որ մեկս մեկը տխրի։ Ինչքան էլ ցավալի էր իմ անցած ճանապարհը այդ հիվանդության հետ կապված, ես կորուստ եմ ունեցել։ Նույն հիվանդությունով քրոջս եմ ճանապարհել։ Շատ տարի, ջահել տարիների։ Ինչքան էլ հասկանալով, որ նույն ճանապարհով ենք գնալու, բայց ես միշտ իրան ուժ էի տալի։ Չմտածես ապել ասում էի, ինչ լավ է լինելու, ասում էր, հա, ինչա որ չհաղթարենք, ես ինչեր ենք հաղթարել իրար հետ։ Կա մի բան, որ չես հասցրել իրան ասես։ Վերջի օրերին երևի միակ մարդկանցից եմ եղել, որ իր ձայնը լսել եմ, իր հետ խոսել եմ, ասել եմ, որ ես իրան շատ եմ սիրում, կուզեի մի հատ էլ ասեի, երևի հետ։ Եթե իմանայիր, որ հիմա ինքը քեզ լսում է, ինչ կասեիր։ Ուր ես խելառուր գնաց ինձի թողի մենակ։ Երևի հետ էլ ոչ մեկ չի զանգելու, ինձ չի ասելու։ Մեր մեջ մեր ընդհանուր հումորն էր։ Ես զանգում էի Խաչատուր, ինքը ինձ ասում էր հա Վաչատուր։ Մենակ էտա երևի իր ձենն եմ կարոտելու ինձ թվում է։ Կուզեի մի հատ էլ լսեի ձենը։
Առաջի անգամ ես իրան տեսել եմ այն ժամանակ, երբ որ առաջի անգամ ես իրան տարել եմ հանդիպման իմ աղջկան իմ ձեռքով։ Հուլիսի 4-ին ընտանիքներով, մի քանի տարբեր ընտանիքներով հավաքվել էինք, գնացել էինք Big Bear հանգստանալու։ Եվ հենց 4-ի այդ հրավառությունը վերջանալուց հետո, երբ որ արդեն բոլորը շատ լավ ուտել խմելուց հետո, բոլորի քեֆը շատ լավ է, արդեն գրեթե մի մասը պարկել են քնելու, Անին եկավ ասեց կամաց իմ ականջին փսփսաց մամ, եթե ինձ մի հատ տղա է ուզում, ու այդ տղան եկել է հասել է ստեղ, ուզում է ինձ տեսնի։ Անի ջան ասեցի, այս ժամին եկել է որ ինչ անի, ում հետ է, այդ տղենով է, ինչ է։ Մամ ասեց ինքը մենակ է ստեղ, բա իրա ծնողները ասեց ծնողները Հայաստանում են։ Ասի Իրանում ունի ստեղ, ասեց ոչ ոք չունի, մենակ է ինքը ստեղ։ Բայց եկել է ուզում է ինձ տեսնի, մամ կարամ իրան տեսնեմ։ Անի ջան ասեցի, որտեղ տեսնես։ Այս ժամին գիշերվա 11-ն է։ Չգիտեմ, ամեն բան ասում է, անդադ հա գրում է, ուզում է որ ինձ տեսնի։ Գնացի ամուսնուս են տվեցի, կամաց ուզեցի արթնացնեմ, որ վեր կա, սենց բան կա, Անի համար մի հատ տղա է եկել է, ուզում է իրան տեսնի, ինքն էլ շատ արդեն խմած է եւ ընդհանրապես գիտակցությունից դուրս քնած է, ասում է կանչի այդ տղուն, ասա թող գա ստեղ տեսնենք։ Այ քեզ բան, մենք այս ընտանիքներ կան, որ իրանց հետ առաջի անգամ ենք հանդիպել, ու մեկ էլ այս տղուն էլ առաջին անգամ բերեմ իրանց որպես ինչ։ Okay, մտածեցի ինչ անեմ, ասեցի okay, նայեցի այս կոմենքում, տեսա ջրի ամանը, մի քիչ կեսից շատ ջուր կա, թափեցի այդ ջուրը, Անին էլ վերցեցի, ասեց ջուր չկա, դու գնում ենք ջուր բերենք գիշերվա 11:30։ Ու դուրս եկա Անի հետ, տարա իրան որ հանդիպեն։ Ասե էսա, այս ճանապարհը, ըստեղ եմ, ես սպասում եմ, մի քանի րոպե գնացեք իրար տեսեք, ինչ ունեք խոսալու վերջացրեք, կես ժամ հետո ես հետ եմ գալիս ձեզ վերցնեմ։ Okay։ Ու հենց տենց եղավ, առաջի հանդիպումը տենց եղավ ու ինքն էլ կներ եկել որ ձեզ նեղություն են տվել եւ այլը ու ասի okay, ձեզ թողում կես ժամ հետո կգամ կվերցնեմ Անին։ Այդ է եղել առաջի հանդիպումը։ Այդ լուրը մենք միասին ենք լսել։ Ինձ համար էլ ավելի երևի ցավալի էր, որովհետև ես այդ պահին առանց իրացնողների էի, թե իրացնողները դեռ չէին եկել, ստեղ եւ չգիտեին այդ մասին։ Բնականաբար դա այն խոսքը չի, թե ինչ ազդեցություն կար, թե ինչ գիտակցություն կար։ Բայց այդ պահին ես իրավունք չունեի ընկճվելու եւ իրա կողքը չլինեի իրան հույս չտալու։ Ամեն ինչ նորմալ կլինի։ Եվ ինքը դրանով հավատացած էր, որ ամեն ինչ լավ կլինի։ Մահվան պահնել եմ ես իրա մոտ եղել։ Կան բաներ, որ Աստծո առջև մենք ոչ ոք ենք։ Բայց մենակ այն չի, որ մարդը քանի օր, քանի ժամ կձգի շնչել եւ ապրել։ Իսկ այն ինչ որ քեզ տված է, ինչպես կապրես, դա է կարևորը։ Մինչև իրենց ամուսնանալը ինքը մի կարճ ֆիլմ խաղաց Before I Die։ Ինքը այդ ֆիլմը խաղալուց հետո կարծես այս օրերի ընթացքում անընդհատ ինքը այդ դերը ապրեց եւ վերապրեց։ Եվ պայքարը դրա հետ միասին զուգահեռ տարավ։ Կամ իմ որ չեք հասցրել իրան ասեք։ Իրան ասելու կամ չասելու շատ բաներ կա, որ չենք ասել։ Անչափ շատ են։ Եթե իմանայիք, որ հիմա ձեզ լսում է, ամենակարևոր բանը որն է, որ իրան կասեիք։ Ես գիտեմ, որ ինքը լսում է։ Եվ գիտեմ, որ ինքն էլ գիտի։ Շատ եմ սիրում թե իրան, թե իր ընտանիքը։ Եվ անկեղծ ձևով եմ սիրում եւ կուզենայի, որ ինքը երբեք ցավեր չունենար, այդ տեսակի ցավերի մեջ չլիներ։ Կուզենայի ասեի կներես, որ չկարողացա քեզ փրկեմ։
Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ Մենք նկարահանում էինք քեզանից հետո ֆիլմը եւ ֆիլմի մեջ կար կերպար իմ եղբոր կերպարի դերը առաջարկեց Մոսոն Խաչիկի ու տեխնացությունը ու առաջին անգամ հենց ֆիլմի շրջանակներում ենք ծանոթացել եւ պիտի ասեմ որ երևի թե Խաչիկից լավ ոչ մեկ այդ եղբոր կերպարը չէր կարող խաղալ եւ ներկայացնել այն ջերմությունը, այն հոգատարությունը, որ այն գույնը, որ տվեց այդ կերպարին, որպես իմ եղբոր կերպար, վստահ եմ, որ իսկապես ոչ մեկը չէր կարող տալ։ Շատ տարբեր էր լինում էր շատ տենց ծիծաղկոտ, ժպտերես, լինում էր երբեմն տենց առանձնանում էր, միայնակ փակվում էր, բայց ինքը շատ լավ էներգետիկայով ու շատ ընկերասեր մարդ էր, հասնող մարդ էր։ Ես ընդհանրապես ֆիլմի արդեն նկարահանումների վերջում իմացա, որ ընդհանրապես Խաչիկը ունեցել է դրանից առաջ խնդիր, այդ հիվանդությունը, որը հաղթահարել է ու ես ոնց որ նկարահանումների վերջն էր, արդեն ավարտում էինք, տոլե ավարտել էինք, ես իմացա, որ իր մոտ կրկնվեց ու իմ համար երկակի շոկ էր, որովհետև ես չգիտեի, որ ինքը ունեցել է այդ հիվանդությունը եւ հիմա էլ կրկնվեց, ու շատ վատ տարա բնականաբար, բայց Խաչիկը բոլորիս համար մի լավ բան էր անում այդ ընթացքում, իր հավատը, որ ինքը հաղթահարելու է ամեն ինչը, իր ասենց լավ տրամադրվածությունը բոլորիս գցում էր իր այդ ուղու վրա, որ մենք էլ տենց լավ տրամադրվեինք ու վստահ լինեինք, որ ամեն ինչ լավ է լինել։ Խաչիկի հետ վերջին անգամ խոսել եմ, երբ որ արդեն այս վերջին անգամ վերադարձավ եւ գրել եմ իր մահանալուց մի օր առաջ իրան ու ինքը ինձ չպատասխանեց, հաջորդ օրը ես իմացա, որ ինքը մահացել է։ Եթե իմանայիր, որ ինքը հիմա քեզ լսում է, ինչ կասեիր իրան։ Կասեի, որ շատ ուրախ եմ, որ իրան ճանաչում եմ ու իրան շատ սիրում եմ։ Տիկին Ռիփսիմե, գիտեք, շատ հատկանշական է այս պահը, որ մենք ձեզ նկարում ենք Հոլիվուդում, որովհետև Խաչիկի վերջին հարցազրույցը նկարել ենք Հոլիվուդում։ Ու Խաչիկը մեզ ցույց է տվել այնպիսի Հոլիվուդ, որը մենք չգիտեինք։ Ես տեսել եմ այդ հարցազրույցը եւ գիտեք, շատ դժվար է խոսել մի մարդու մասին, որի հետ աշխատել ես, որը դեռ երիտասարդ է, որը դեռ լեցուն անելիք ունի ու չես հասկանում որտեղից սկսես, որ հատվածում ափսոսես, ոնց արտահայտես, որպեսզի գիտեք ինձ թվում է, որ այսպեսի մի խոսք ասում են, երբ որ խոսում ես մեզնից հեռացածների մասին, ես չեմ ուզում այլ բառ օգտագործել, իրանք էստեղ են։ Ես այսօր ուզում եմ իր հետ խոսել։ Ուզում եմ իրեն ասեմ, թե ինչքան շնորհալի է։ Ինձ համար շատ առաջնահերթ է իհարկե նրա մարդ տեսակը։ Գիտեք, որովհետև ոչ մի անգամ ես նրան չտեսա պարապորտի մեջ։ Անընդհատ ինչ-որ պրպտումների մեջ էր եւ ճիշտ պրպտումների։ Դա ցույց չէր տալիս, բայց իր բնավորության մեջ ես տեսնում էի ձգտում, նպատակ, ձգտում։ Ինձ համար դա շատ կարեւոր էր որպես հասուն արդեն դերասանուհի նայել ու տեսնել, թե ինչպես է աշխատում երիտասարդը։ Եվ արդյոք կարող է այնպիսի մի շարմ տալ, այնպիսի մի ոնց ասեմ, գունեղ բաներ ներկայացնի, ասենք, այդ կողմերից, որպեսզի ես կարողանամ խաղալ։ Որովհետև շատ անգամ բերում են երիտասարդին ու ինքը չի կարողանում արդարացնել իր կերպարը կամ տեսակը։ Իր տեսակն էլ մտցրեց ֆիլմի մեջ, ես ուզում եմ այսօր խոսել շատ մեղավորներ ֆիլմի մասին, շատ շնորհակալ եմ Արային Ղազարյան եւ Դավիթին Ադամյան,
որ այդպիսի ընտրություն էին արել, նախ շատ լավ կազմ էր, բայց շատ կարևոր թե ինչպես կխաղա երիտասարդ հերոսը։ 24-25 տարեկան էր, եթե չեմ սխալվում, աչքի պոչով անդադ նայում էի, որ հասկանամ կստացվի այս ֆիլմը կամ կկարողանայինք, որովհետև ծանոթ չի։ Ես այդտեղ հենց ծանոթացա իր հետ եւ գերագույն հաջող ստացա իր աշխատելաոճից։ Վերջին անգամ, երբ որ հանդիպեցինք, ներկայացում էի խաղում, երեխաներին էր բերել, մանկական ներկայացում էր, ասեց ինքան ուրախ եմ, որ եկել եմ, ու ժպիտով, ես իրան առանց ժպիտ, առանց հումոր չեմ տեսել երբեք։ Ժպիտով եկավ ու զարմացա, ասեցի, վայ դու լավ ես, ամեն ինչ նորմալ է, ասեց լավ եմ, արդեն լավ եմ, երեխաներիս եմ բերել, որ ներկայացումը նայեն, ուզում եմ ոչ մի բանից պակաս չմնան։ Հասկանում եք, սա շատ կարևոր բան է, կարող ես լինել լավ դերասան, չլինել լավ հայր, չլինել լավ ամուսին, բայց այս դեպքում ես տեսնում էի նրա ամուսին լինելու այդ հատկությունը, հայր լինելու հատկությունը, որ կարողանա ամեն բան հասցնի երեխաների համար, անգամ երբ հիվանդ է, անգամ երբ հասկանում է, որ լիարժեք չի կազդուրվել, կարելի էր ամեն անգամ Facebook-ով նայել, որ ես լավ եմ, նայեք, սա պիտի անցնի, հուսադրել մարդկանց այն դեպքում, երբ դու հիվանդ ես։ Նայեք, այդքան հեշտ բան չի դա, որովհետև դու ինքդ առաջին հերթին պիտի կարողանաս ուժ գտնել քո մեջ ապրելու, ուր մնաց թե դիմացիներին հույս տալու, որ ես լավանալու եմ եւ ամեն բան լավ է լինելու, եւ եթե ձեր կյանքում էլ կպատահի, որ կհիվանդանալ կամ որևէ մի ցավ, այսպիսի ցավ, դաժան ցավ կկպնի, ուրեմն մի մտածեք, դուք միայն հավատացեք։ Ինչ լավ ընկերը Խաչիկը, ես չեմ ուզում ասել եղել է, որովհետև ինքը մնալու է, անպայման մեր մեջ մնալու, մենք անդադ իրեն հիշելու ենք։ Գիտեք ինչը, որովհետև ինքը այդպես է թողել իր կյանքում հիշողությունը։ Գիտեք, վերջին անգամ այս խոսակցությունը այսպես եղավ, ասեց ընտանիքիս համար ինքան եմ մտածում, ուզում եմ, որ լավ ապրեն, ու ամեն բան անելու եմ դրա համար ու անում էր, աշխատում էր ուր պատահի, նա կարող էր ցերեկը գար նկարահանման կամ գիշերը գար նկարահանման, առավոտյան գնար որևէ այլ գործի, որովհետև մարդը ինքնին աշխատանքով է գեղեցիկ, ասում եք, դա նշանակություն չունի, կարևոր ես իմ երեխաների, իմ ընտանիքը հասցնեմ իրենց նպատակին։ Ու վերջում ասած, նենց լավ դեր ունեմ, նենց լավ դեր ունեմ ռիպսի մեջան, սուտ եմ ասում, ինձ ռիպսի մեջ չեր ասում, ռիպա էր ասում, ռիպա ջան ասում էր, ասեց, ես ենքան մի հատ լավ դեր ունեմ, պիտի խաղամ, սպասում եմ, մի հատ էլ վերջնական այս կինան ընդունեմ, ու այդ դերը խաղամ։ Խաղաց։ Սա էր իր վերջին դերը, բոլորիս հրաժեշտ տվեց ու գնաց, բայց միևնույն է, ես իրեն այդպես տեսնել չի ուզում, ես իրեն ուզում էի տեսնել առողջ, առույգ, այդպես կայտար, այդպես ծիծաղկոտ, ընտանիքը սիրող, իր հանդիսատեսին սիրող և նվիրված, իր ընկերներին նվիրված, ես այդ տղայի ծնողներին շնորհակալություն եմ ուզում ասել, այ հիմա, հենց հիմա, եթե դուք ինձ լսում եք, ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք այսպիսի որդի եք աշխարհ բերել, ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք այդպիսի հայր եք աշխարհ բերել, այդպիսի ամուսին եք աշխարհ բերել, և դե վերջո այսպիսի դերասան եք աշխարհ բերել։ Լույսերի մեջ մնաս, մենք քեզ միշտ կհիշենք։ Կա մի բան, որ չեք հասցրել իրեն ասեք, կուզեիք ասել։ Եկեք պատկերացնենք։ Լեցուն բաներ կա, այդպես է։ Կյանքը ինքը այդպես է, դու երբեք չես հասցնում որևէ մեկին ասել,
այն ինչ որ դուք ուզեիր ասել։ Բառեր, որոնք այնքան կարևոր են, դրանք բառեր չեն, դրանք ապրեցնող տեղամիջոց է։ Ես սիրում եմ քեզ, ես հավատում եմ քեզ, ինչ լավն ես, ինչ գեղեցիկ ես, ինչ ընկերասեր ես, ինչ բարի ես, այնքան էպիտետներ կան, որ մենք կարող ենք ասել, կամ ներիր ինձ վերջի վերջո, ներողություն խնդրենք, որովհետև այդ ցավի զգացումը մեզ պատում է, բայց մենք չենք կարողանում ասել, արտահայտել։ Լավ ասում ենք, վաղը կասեմ, մյուս օր կասեմ, երբևէ կասեմ։ Երևի պիտի շտապենք ասել։ Ես չունեմ այդպիսի մի բան, որտեղ պիտի ներողություն խնդրեի, բայց ես մեկ անգամ եւս կուզենայի գգվել իրեն ու ասել. Խաչիկ ջան, ո՞նց եմ քեզ սիրում, ո՞նց եմ քո տեսակը հավանում, ինչքան լավն ես դու, ինչքան բարի ես դու, ինչքան պատասխանատու ես դու այս կյանքում, ոչ միայն քո համար, այլ բոլորիս։ Դու կարողացել ես ուներ մեծ սերմանես սեր։ Ես հավատացած եմ, որ ինքը լսում է։ Ես իմ ասում եմ, որ ինքը լսի, որովհետև այո, եթե չենք հասցրել ասել, ասեք, իրենք լսում են։ Խաչիկ ջան, անհավատալի է ուղղակի։ Ինձ թվում է ոչ մենակ իմ համար, շատ բաներ ունեինք հիշելու, հանդիպելու, բայց Աստված ուրիշ ձևի որոշեց։ Կյանքը երբեմն լինում է շատ դաժան։ Հիշում եմ մեր խոսակցությունը մի անգամ դու շատ հումորով էիր։ Ասեցիր տիկին ալա, քանի տարի է ծխում ես։ Ասեցի դե մի 50 կլինել է։ Ասեց վայ։ Էլ ուր ես թողնում, ինչ է մնացել որ։ Ցավ տվեցիր բոլորին, ես էլ էի քո մաման ֆիլմում ճիշտ է, եւ քո մամային, եւ բոլոր գոլեգաներին, եւ կնոջդ երեխեքին, ծանոթներին, քեզ շատ սիրում էին բոլորը։ Դու լավ դերասան էիր, ծաղկուն վիճակում գնացիր, բայց ինձ համար չես գնացել։ Մենք 12 տարի չենք հանդիպել, բայց դու մնացել ես ինձ համար այն 30 տարեկան Խաչիկը, եւ ես հավատում եմ, որ այնտեղ մի բան կա։ Ինչ ասեմ, բոլորին ցավակցում եմ եւ Աստված հոգիդ լուսավորի։ Չի ստացվում, որ ասեմ հողը թեթև լինի։ Համբերություն բոլորիս, մամայիդ, կնոջդ, երեխեքիդ եւ բոլոր հարազատներին։ Խաչիկ հետ ծանոթացել եմ Բախում սերիալի նկարահանումների ժամանակ 2 տարի առաջ էր։ Առաջի շփումից հետո այնպիսի տպավորություն էր, որ Խաչիկին շատ վաղուց եմ ճանաչում։ Անդադ ուզում էի հիշել, վերհիշել, որտեղ եմ տեսել, ում հետ եմ տեսել, բայց այդպես էլ չկարողացա հիշել։ Հետո ժամանակ անց, երբ ավելի մոտիկից ճանաչեցի Խաչիկին, հասկացա, որ Խաչիկը այն հայ երիտասարդի, լավ իմաստով հայ երիտասարդի այն հավաքական կերպարն էր, շատ ծանոթ կերպարը, որ միշտ մենք ունենք մեր մտքի ու հոգու մեջ։ Խաչիկի կերպարը այն ժամանակ ամբողջացավ, երբ իմացա իր հիվանդության մասին, երբ պատմեց ինձ կիսվեց, ասեց, որ այդպիսի պրոբլեմ ունի, անբուժելի հիվանդություն ունի։ Ու ես զարմացած էի, ոնց է կարողանում մարդը իմանալով, որ դատապարտված է, այսքան պոզիտիվ, այսքան բարի ու այսքան լիաթոք ապրի, նախանձելի կամքի ուժ ուներ Խաչիկը։ Ես շատ լավ ծանոթ եմ այդ հիվանդությանը, գիտեմ ինչ կարող է լինի մարդու հետ, բայց նա ամբողջ այդ նկարահանման ժամանակ
Երբեմն գնում էր քիմիայեր ընդունում գալիս էր ոչ ոք չգիտեր, չէր հասկանում։ Նա միշտ ժպիտը դեմքին, են իր հմայիչ ժպիտը, միշտ այսպես ապրում էր լիաթոք Խաչիկը։ Մի քիչ դժվար է ինձ համար այս մասին խոսել, մարդ երբեմն ամաչում է իր տարիքից, երբ որ երիտասարդի մասին է խոսում, որ հեռացել է կյանքից։ Բայց հաշվի առնելով Խաչիկի ապրած կյանքը, թե ոնց ինքը ապրեց այդ իր կարճ կյանքը, քանի որ բոլոր օրերը ինքը ապրում էր, կարելի է այդ ապրած օրերը ու տարիները կրկնապատկել կամ եռապատկել։ Այդ դեպքում կհասկանանք, որ Խաչիկը 80 տարեկան մարդու կյանք ապրեց։ Խաչիկի կնոջ է կուզենամ ասել, որ ինքը պիտի հպարտ լինի, որ այդպիսի ամուսին է ունեցել, որ իր երեխաներին պատմի իրանց հոր մասին։ Ես չեմ կասկածում, նա Խաչիկին արժանի մարդ է, Խաչիկի կինը։ Իրան ուզում եմ, որ ինքը ուժեղ լինի այս կյանքում, Խաչիկի պես ուժեղ լինի ու պայքարի։ Մի բան եմ անպայման ուզում շեշտել իմ պահով, որ ես շատ մարդկանց հետ մտերիմ ընկերություն չեմ անում, նկատի ունեմ, որ տուն հրավիրել, գնալ, գալ, ոչ թե վատ իմաստով, ուղղակի ժամանակ չի եղել։ Բայց հավատացեք, որ 20 օր հետո, մոտավորապես 20 օր հետո Խաչիկը հայտնվեց իմ տանը իմ հրավերով, ասի չէ, պետք է անպայման դու գաս մեր տուն։ Տանը զգուշացել էի, որ կնոջս, որ շատ սիրված հարգալի ազնվորություն է գալու։ Մի խոսքով, եւ մեր կոնտակտը այնպես ստացվեց, որ դարձավ ընկերական հարաբերություններ, անկախ տարիքային, դե բնականաբար կա տարիքային տարբերություն։ Եվ այնքան ջերմացանք, այնքան ընկերացանք, որ ես արդեն ճանաչեցի իրան ոչ թե որպես դերասան, մի շատ ավելի կարևոր նախապայման եւ հանգամանք ինձ համար, ես իրան ճանաչեցի որպես տղամարդ, բառից բուն իմաստով տղամարդ։ Մենք գործեցինք տաղանդավոր տղամարդ դերասան։ Ինձ համար դա շատ մեծ նշանակություն ունի, երբ որ մարդու վրից տղամարդու հոտ է գալիս։ Ու հետո եկավ այդ ճարաբաստիկ հիվանդությունը, որի ժամանակ զարմացած եմ մինչև այսօր։ Ոնց էր տղամարդու պես, կատակի տալով, վերածելով, ամեն ինչ անցնելու է։ Միշտ ինձ ասում էր, Կարջան ասում էր, ինչա որ, գրիպ է էլի կանցնի կգնա։ Ասում էր ինքը ինձ է կծում, ես իրան եմ կծում, ավելի ուժեղ եմ կծում։ Այդ իրա, դե պարզ է, բնական է իր ներսում ինքը ինչ ալիքներ են եղել, դա պահպանել է իր մեջ, ոչ մեկի մոտ չի կիսվել, բայց շատ ուժեղ էր պահում իրեն, շատ տղամարդավարի, հավատով։ Այս բոլոր հատկությունների հետ ուզում եմ նաև ասել, որ այդ տեսակի տղամարդ, որից եմ շեշտում, մի քիչ շատ եմ շեշտելու այսօր, որովհետև շատ տպավորված եմ իրանից, հենց այդ գծի համար, այդ տղամարդ դերասանի մեջ ինչ բարություն կար, այնքան բարություն կար, միամիտ մանկական բարություն, սրտացավ, ազնիվ, հասնող, իրոք կորուստը շատ մեծ էր, որովհետև ես ուզում էի, որ մեր եւ ստեղծագործական եւ մեր ընկերական ճանապարհը դեռ շարունակվեր ու շարունակվեր։ Կա մի բան, որ չեք հասցրել ասել իրեն։ Ու կուզեիք ասել։ Գիտեք ինչ, մի բան չեմ կարող ասել, կա մի բան, որ չեմ հասցրել ասել, ուղղակի կորստի պահով լիքը բան մենք իրար չվայելեցինք, ասենց ասեմ, մի բան չէ, շատ բաներ կարող էինք մենք իրար հետ, եւ մարդկային տեսակով պարտադիր չի, որ միայն ստեղծագործական, չնայած արդեն պլաններ կային, ասում եմ, ինքը ասեց, որ ես ու դու իրար հետ, հեսա ես ենք կարող դու պետք է լինես, այս մի խոսքով, բայց իր կորուստը ստիպեց, որ շատ բան չհասցրեցինք իրար եւ ասել եւ վայելել։
Խաչիկին ծանոթացա սերիալի ժամանակ, երբ որ առաջարկեցին խաղալ եւ հանդիպեցինք մենք դերասաններով չեմ հիշում կոնկրետ, բայց մի անգամից երևի նկարահանման հրապարակում շատ հետաքրքիր, շատ անմիջական, շատ մարդամոտ, ինքը գիտեր հարգել մեծին, գիտեր իր տեղը, շատ կարևոր է, երբ որ կայացած դերասան, դերասանուհին շփվում են երիտասարդների հետ, միշտ ինչ որ զգացվում է, ասենք, մի քիչ դժվարություն, մի քիչ խորթություն, բայց Խաչիկի շատ հեշտ էր, ինքը այնքան հումորով էր, այնքան հետաքրքիր էր, գալիս մտնում էր հրապարակ, ասենք, վերցնում էր հեռախոսը, սկսում էր դերը նայել, Խաչիկյան ասում է, դերը չես պարապել տանած, ասում էր, ինչ պիտի պարապեմ, սենց է, հետաքրքիր էր, ես որպես ավագ սերունդ կամ դերասանուհի, որ միշտ տեքստով գնացող, տեքստին կարճած, տեքստի օրենքներին ու հանկարծ երիտասարդ դերասանը գալիս է այդ վերաբերմունքով։ Բայց ես ասեմ, որ ինքը շատ անմիջական, շատ հետաքրքիր կերպար էր ստեղծել։ Անգամ ես Երևանում, երբ որ գնացի որոշ նկարահանումներ անելու այնտեղ, արդեն դրանից շատ հետո, անշուշտ, երբ որ արդեն ցուցադրում էին, ինձ հարցնում էին Ջորջը ո՞նց է, ասում եմ Ջորջը դերակատարի անունն է, ինքը Ջորջ չի իր անունը, վայ շատ լավն է, մենք շատ ենք իրան սիրում, իր կերպարը այնքան լավն է, ասում եմ դե շատ ուրախ եմ, ես կհաղորդեմ իրեն, որ հետ գնամ։ Խաչիկը հետաքրքիր դերասան էր, շատ հետաքրքիր եւ մեր համագործակցությունը ընթացքում ես խաղում էի իր մայրը, այսպես ասած մայրը, եւ որ ասում էի տղաս, ասում էր լավ անո ջան տղաս չասես, ես քո տղան չեմ, ես Բելայի տղան եմ։ Ինչ որտեղ վիրավորվում էի, որովհետեւ ըստ կերպարի, իմ կերպարի, երբ որ ամիսները շարունակ մեջն ես ու քեզ թվում է, որ դու այդ մարդն ես ու դիմացինը դել քո զավակն է, չէ՞, ու մտածում ես, որ ինչի է քեզ այդ ձևի վերաբերվում։ Հետաքրքիր բան է արվեստը։ Ինձ վրա շատ ազդեց այն փաստը, որ ինքը մեզ սովորացնում էր, թե ինչպես ապրենք։ Ուրախ եղեք։ Լավ վերաբերվեք իրար։ Դա շատ մեծ մեսեջ էր։ Քաղցկեղը ինքը մահապատիժ չի, ինքը վճիռ չի ոչ մեկի համար։ Առաջի բանը քաղցկեղի շատանալու կամ դեպի բարդություն գնալու դա մարդու տրամադրվածությունն է դեպի այդ հիվանդությունը։ Ու տենց։ Այդքան բան։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ The community.